Բարև ձեզ։ Ամիսներ առաջ ամբողջ պետական ապարատը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլորիս համոզում էին, որ եկամուտների հայտարարագիր լրացնենք։ Հերոս հարկատուներին ասում էին, որ եթե լրացնենք հայտարարագիրը եւ ցույց տանք մեր գրպանի ողջ պարունակությունը, ապա պետությունը մեզ հետ կվերադարձնի շուրջ 100,000 դրամ գումար։ Այս գումարը ներկայացվում էր որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում, իսկ իշխանության բառապաշարով ասած սոցիալական կրեդիտ։ Մարդկանց ասում էին, որ սա ձեր գումարն է, օգնություն է, պետության աջակցությունն է քաղաքացուն։ Իսկ ինչ պարզվեց իրականում։ Մարդիկ ահազանգում են եւ ասում, որ հայտարարագիրը լրացրել են, սակայն 100,000 դրամը չեն ստանում։ Ինչու, որովհետև իշխանությունն այդ 100,000 դրամը ուղղակի չի ճանաչել որպես սոցիալական աջակցություն։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր զոհ են դարձել մանիպուլյացիայի եւ ներկայացրել են եկամուտների հայտարարագիր, սակայն ունեցել են պարտք հարկադիրում, չեն ստացել այդ գումարը, քանի որ հարկադիրն այն ուղղակի գանձել է։ Իսկ այժմ փաստերով, ինչ է ասում օրենքը։ Կատարողական վարույթի մասին օրենքի համաձայն, որն ընդունել է այս իշխանությունը եւ որն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից, եկամուտ է համարվում աշխատավարձը եւ դրան նախատեսված վճարները, հեղինակային պայմանագրերով վարձատրություն, կրթաթոշակ, պետական եւ կուտակային կենսաթոշակներ, սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված եկամուտներ։ Բռնագանձում չի կարող տարածվել հետեւյալ եկամուտների վրա. Կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում տրամադրված եկամուտներ, եթե կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ եկամուտը բռնագանձման ենթակա չէ։ Օրենքը շատ հստակ ասում է, որ գումարները բռնագանձման ենթակա չեն, դրանք են սոցիալական նպաստ, սոցիալական աջակցություն, կառավարության որոշմամբ տրված օգնություն, եթե կառավարությունը հատուկ նշում է, որ այն չի բռնագանձվում։ Կառավարությունն այդ 100,000 դրամը ներկայացնում է որպես սոցիալական կրեդիտ, իսկ սա նշանակում է, որ քաղաքացին պետք է տնօրինի այդ գումարը ըստ անհրաժեշտության։ Իսկ ինչ է արել իշխանությունը հերոս հարկատուի հետ։ Պարզապես չի ընդունել այնպիսի որոշում, որտեղ սևով սպիտակի վրա գրված լինի, որ սոցիալական կրեդիտը բռնագանձման ենթակա գումար չէ։ Այլ կերպ ասած, իշխանությունը միտումնավոր դուռը թողել է բաց, որպեսզի հարկադիրը մտնի եւ այդ գումարը վերցնի։ Իսկ ովքեր են տուժում։ Բնականաբար սոցիալապես անապահով խավը։ Հիմա բացատրեմ։ Բաբկեն Թունյանի սիրելի Պողոսն, ով աշխատում է ջրային կոմիտեում եւ ստանում 150,000 դրամ աշխատավարձ, որոշել է մի քիչ բարելավել կյանքի որակը։ Պողոսը վերցրել է վարկ, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվի, սակայն կարկուտի հետևանքով գյուղմթերք չի ստացել։ Բնականաբար վաճառք չի ունեցել, պարտքը չի կարողացել մարել եւ ընկել է հարկադիր։ Ինչ է անում հարկադիրը։ Բռնագանձում է Պողոսի երեխայի կրթության համար կամ Պողոսի մոր բժշկական ծախսերի համար հատկացվող սոցիալական աջակցությունը։ Սիրելի Պողոս, եթե քո նախարարը մի փոքր գթասիրտ լիներ եւ 7-ից 8 միլիոն դրամ պարգևավճարի գոնե 1 միլիոն դրամը տար քեզ, ապա դու կթեթևացնեիր քո հարկային բեռը։ Անարդար է, չէ, սիրելի Պողոս, երբ քեզ դիտարկում են որպես գլխաքանակ եւ պարտադրում մասնակցել Նիկոլ Փաշինյանի բոլոր հավաքներին, ուխտերթերին, պատարակներին, դու մասնակցում ես, սակայն պարգևատրվում է նախարարը, նրա տեղակալը, բաժնի պետը, չշարունակեմ։ Որքան անկուշտ պետք է լինի իշխանությունը, որ անգամ սոցիալական աջակցությունը քաղաքացիներին չտա։ Սոցիալական կրեդիտի անհրաժեշտություն ունեն կրթության եւ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիները, բայց ոչ օրինակ նախարար Վահե Հովհաննիսյանը, ով Նիկոլ Փաշինյանի մեկ ստորագրությամբ մեկ վայրկյանում ստացավ 7-ից 8 միլիոն դրամ պարգևավճար։ Իդեպ սա հերոս հարկատուի մոտ 7-ից 8 տարվա աշխատավարձն է։ Պարոն Հովհաննիսյան, ուզում էի հիշեցնել, բացատրեցիք իրավապահներին, թե ինչպես եք կարողացել մեկ տարվա ընթացքում շուրջ 1 միլիոն դոլար փոխառության վերցրած վարկը մարել։ Հնարավոր է։ Չեմ մեկնաբանում այդ հարցերը։ Շատ թափանցիկ եք։ Ժողովրդավարության բաստիոնի իրական դեմքը։ Ինչ է անում իշխանությունը։ Այդ 100,000 դրամը ձեզ չի հասնում, սակայն ձեր ուղեղի մեջ տպավորվում է, որ պետությունը ձեզ գումար է վերադարձնում։ Իշխանությունն այնքան գթասիրտ է, որ որոշել է օգնել քաղաքացուն։
Ասում են մենք սոցիալական աջակցություն ենք տալիս, բայց իրականում անում են հակառակը, ձևակերպում են օրենքի շրջանակում այնպես, որ այդ գումարը խլեն քաղաքացուց։ Եթե իսկապես ցանկանային օգնել ձեզ, ընդամենը մեկ նախադասություն կգրեին. այս գումարը բռնագանձման ենթակա չէ։ Չեն գրել, որովհետև այդ գումարն իրենց ավելի շատ է պետք։ Պարգևավճարներ են բաժանում։ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն պարգևավճար է տալիս, որպեսզի կոռուպցիայի մեջ չմտնի։ Սոցիալական կրեդիտը բռնագանձման ենթակա չէ նախադասությունը բացակայում է օրենքում միայն մեկ պարզ պատճառով, որովհետև իշխանությունը փող շատ է սիրում, պարգևավճարներ շատ են սիրում, իմ ու քո մասին չեն մտածում են միայն իրենց գրպանները լցնելու մասին։ Սիրելի հերոս հարկատու, որպեսզի չխաբվես եւ մանիպուլյացիայի զոհ չդառնաս, խնդրում եմ ուսումնասիրիր կատարողական վարույթի մասին օրենքը, որն այս իշխանությունը ընդունել է 2024 թվականին եւ որը շրջանառության մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։